Տիկին Գյուրեղյան, խնդրեմ։ Տիկին նախ իմ հարցերը մի քիչ շատ են երևի մաս-տամ, թե ոնց անենք։ Նայեք, Տիկին Անուշյան, ճիշտ ասած, միջև հարցերս դուք մի երկու միտք հայտնեցիք, որը ինձ, այսպես ասած, զարմացրեց։ Դուք ասում եք, առողջապահության նախարարությունը առաջին անգամ է նման արդյունքահեն ծրագիր իրականացնում, այսինքն ինչ է նշանակում Տեսակի մասին է խոսքը, բայց ելույթները թողենք ամեն դեպքում։ Հետո դուք այստեղ ասում եք, այդ որպես ցուցանիշները վերեք ինձ մի ասեք, էլի, որից հետո ասեմ, որ քննարկում ենք հարցերը։ Հասկանալի է, բայց նկատում, եթե ելույթ ունեք, կանենք վերջում անենք։ Պրոտոկոլների մշակում, հա, բժիշկների վերապատրաստում եւ այլն, այսինքն այս գործողությունների կատարումը նույնպես այս համաձայնագրի շրջանակներում է, բայց ազգային ժողովին ներկայացրած տեղեկանքում հստակ գրված է, վարկային ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցները նախատեսվում են ուղղել առողջության համապարփակ ապահովության շրջանակներում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավ վճարների տրամադրմանը, այսինքն այս միջոցները զուտ ապահովագրավճար են աշխատելու որպես եւ ոչ թե բժիշկների վերապատրաստում, ոչ թե ինչ որ պրոտոկոլների մշակում, ես ուզում եմ այդ հակասությունը ինձ ներկայացեք, միգուցե ես սխալ եմ պատկերացնում։ Եվ էլի նորից այս նախադասությանը անդրադառնամ, եթե միջոցները ապահովագրավճար են տրամադրման համար են, այսինքն ասել է թե մենք միջոցները վերցնում ենք, որովհետև արդեն ունենք օրենքը համապարփակ ապահովագրության մասին, ունենք արդեն նրան ներդրումը եւ սկսվել է այդ վճարների տրամադրումը, եւ մենք դեռ օրենքը չունենք։ Մենք դեռ այդ համակարգը կյանքի չենք կոչել։ Արդյոք վաղաժամ չէ նման վարկ վերցնել, մենք չգիտենք երբ ենք օրենքը ընդունելու, գիտենք որ այս 2-3 տարի է փորձում ենք ու չի ստացվում։ Իսկ միգուցե ավելի էլի երկարելու է այդ ժամկետը, մենք հիմիկվանից արդեն վերցնում ենք վարկը, թեկուս մայր գումարը 40-50 թվականներին է, բայց մենք տոկոսներ ենք վճարելու, մենք միջնորդավճար ենք, միանվագ, բայց միջնորդավճար ենք վճարելու եւ չգիտենք երբ է ընդունվելու օրենքը։ Արդյոք ֆինանսների այսպես անհարկի ծախսման մասին չէ խոսքը։ Մենք սկսելու ենք վարկը մարել, տոկոսները մարել, բայց մենք չգիտենք երբ է լինելու օրենք, այդ օրենքը երբ ենք ընդունելու։ Այս մեկ Հաջորդը, ինչ հաշվարկ է կատարվել եւ որտեղից է 102 միլիոն եվրո հաշվարկը։ Դա մոտավորապես 42 միլիարդ դրամ է։ Հիշենք, որ 24 թվականի բյուջեում մենք նախատեսել էինք 18 միլիարդ դրամ ապահովագրական համակարգը արդեն ներդնելու եւ աշխատելու համար, բայց քանի որ համակարգը չներդրեցինք, մենք հետ քաշեցինք այդ 18 միլիարդը։ Ասել է, թե մենք ունեինք այդ 18 միլիարդը բյուջեում, նախատեսել էինք, բայց քանի որ համակարգը չներդրվեց, չդրեցինք։ Հիմա 18 միլիարդը մեկ տարվա համար նախատեսված ինչ-որ հաշվարկներ էր, որը ֆինանսների նախարարությունն արել էր։ Ինչ հաշվարկ է դրված այս 42 միլիարդի տակ։ Արդյոք դա 2.5 տարվա, առաջին 2.5 տարվա համար է նախատեսված, թե ինչ չափաբաժիններով է լինելու, ինչ սկզբունքով է այդ 42 միլիարդը բաշխվելու, ասում եմ, հիշենք, որ սա միայն ապահովագրության վճարների տրամադրման համար է, այստեղ հստակ գրված է։ Հաջորդ հարցը։ Թող երկուսին պատասխանի, հետո նորից կտա։ Համաձայն եմ։ Շնորհակալություն։